Բոլոր այն մարդիկ, վերլուծաբանները, քաղաքական գործիչները, որոնք կարծում են, որ Հայաստանի կառավարությունը եւ մի հոգի վարչապետը կարող է Ռուսաստանի նման գերտերությանը, միջուկային տերությանը պարտադրել որևէ տարածաշրջանային քաղաքականություն կամ ավելի պարզ ասած ստիպել, որ նա հարավային Կովկասից դուրս գա, նշանակում է նրանց աչքերում Հայաստանի վարչապետը ոչ թե մի փոքր հարավկովկասյան պետության ղեկավար, այլ գերհզոր քաղաքական գործիչ, որը աշխարհի դրվածքը, անվտանգության ճարտարապետությունը կարող է փոփոխել։ Եվ ես համաձայն եմ, որ Հայաստանը 22 թվականի սեպտեմբերից հետո շատ փոքր քայլերով փորձել է պարզապես լցնել այն վակուումը, որը հասկացել է, որ առաջանալու է Ռուսաստանի հարավային Կովկասում դիրքերի թուլացմամբ։ Այլ կերպ ասած, Ռուսաստանը եթե որոշեց, որ այլևս հարավային Կովկասում բավարար ռեսուրսներ չի ծախսելու, որովհետև ամբողջը կենտրոնացրել է Ուկրաինայում, մենք մնալու ենք մեր հարևանների հետ դեմ դիմաց միայնակ։ Եվ այդ ճանապարհին արդեն ինքներս պիտի որոշենք, մենք շարունակելու ենք թշնամական ռետորաբանությամբ մնալ միայնակ, թե փորձելու ենք այդ վակուումը առաջանալու ճանապարհին փորձել հավելյալ անվտանգության բարձիկներ ստեղծել, որպեսզի չհայտնվենք այն իրադրություններում, որ երկու դար շարունակ պարբերաբար հայտնվում ենք։